Այսօր այն եզակի հաճելի օրերից մեկն է, որը թույլ է տալիս գտնվել բակում, ավելի հանգիստ խորհել։ Դա նախորդում է կամ հաջորդում է այն ծանր շրջանին, այն ծանր ալիքին, որ բարձրանում է վշտի ժամանակ։ Ես երկու հատ տեսանյութ էի նկարել այն մասին, որ այս տարի էլ ճտեր եմ վերցրել պահելու համար, որպես ինձ հաճելի հոգս, զբաղմունք, բայց նախորդ շաբաթ այնպես ստացվեց, որ աղվեսներն այնքան ինտենսիվորեն հարձակվեցին օրը ցերեկով բակի վրա, որ ավելի շատ ստեղծեցին անհանգստացնող նյարդային վիճակ, եւ ես լրացուցիչ չարչարվեցի եւ տեղափոխեցի այս անգամ փակ տարածք։ Եվ այս լավ ամառային օրը հիմա հաստորեն չեն կարողանում խավերին եւ ճտերին բաց թողնել բակ։ Սա փոքրիկ մի ջադեպ է, փոքրիկ մի բան է, որը տեսեք ինչ է ցույց տալիս, որ մենք ինչքան էլ ցանկանում ենք կյանքում, ինչ ուզում է լինի, միևնույն է, ամեն ինչ մեր ուզածով չի դասավորվում եւ չենք կարողանում ազդել հաճախ շատ իրավիճակների վրա։ Եվ երբ կարողանում ենք եկուս այդ կենցաղային փոքրիկ հարցերը լուծել, դա ահագին հանգստություն է բերում, այսինքն մեզ վերադարձնում է այն կոնտրոլի, այն վերահսկողության զգացողությունը, որը մենք մանավանդ կորցնում ենք այն ժամանակ, երբ ապրում ենք ողբերգություն, դժբախտ հարված եւ մենք կորցնում ենք այն մեր կարևոր պահանջներից մեկը, այն վերահսկողության զգացումը, որը մարդը պարզապես ցանկություն ունի զգալու, քանի որ առանց դրա քաոսում անընդհատ լինելու զգացողությունը թույլ չի տա ապրել։ Այս մրգերից փորձեցի մի երկու բանկապահածո պատրաստել, որովհետև պահանջարկ չկա, բայց դարձյալ ես ինձ համար փորձեցի հաճելի զբաղմունք գտնել եւ տեղադրել եմ YouTube-յան ալիքում։ Այդ նկարելու ընթացքն էլ է հետաքրքիր, նկարելու ընթացքը ավելի հետաքրքիր է, քան պատրաստելունը, եւ փաստորեն այդպիսի փոքրիկ գործողությունները թվում է թե աննշան, բայց իրենց դրական ազդեցությունն են ունենում հոգեվիճակի վրա, եւ ինչ է մնում անելու, եթե ոչ գոնե նման բաներից կառչելով ապրելը։